Հայաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Դրանց արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմության նկատմամբ և միանձնյա կձևավորի կառավարություն։ Վարչապետը հայտարարել է, որ կուսակցությունն ավելի շատ ձայներ է ստացել, քան 2021 թվականի ընտրություններում, երբ նրա արդյունքը կազմել էր 54%։ Փաշինյանն ընտրությունների արդյունքներն անվանել է պատմական, ընդգծելով, որ դրանք կապահովեն Հայաստանի Հանրապետության կայունությունն ու զարգացումը, ինչպես նաև պայմաններ կստեղծեն տևական և ինստիտուցիոնալ խաղաղության համար։ Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրում քրեաօլիգարխիկ համակարգը պետք է վերջնականապես արմատախիլարվի։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ողջ գույքը, նրա խոսքով, պետք է բռնագանձվի օրենքի շրջանակներում։ Փաշինյանը բացառել է որևէ հետընտրական ցնցում Հայաստանում, նշելով, որ նման սցենարները հնարավոր են միայն կեղծիքների պայմաններում։ Նա հայտարարել է, որ ընդդիմություն ստացած ձայների զգալի մասն ապահովել է ընտրակաշառքի միջոցով և վստահություն է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա պատերազմի այսպես կոչված եռագլուխ կուսակցությանը ապակայունացնել իրավիճակը։ Վարչապետը նաև հերքել է իշխանությունների կողմից ճնշումների և քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները։ Նա ընդգծել է, որ բացառում է որևէ անօրինական ազդեցություն քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ իրավապահ մարմիններն արձագանքել են ընտրակաշառքի և հնարավոր այլ խախտումների մասին ահազանգերին, թեև խոստովանել է, որ ոչ բոլոր դրվագներն են հնարավոր եղել անմիջապես բացահայտել և դրանց մի մասը կպարզվի հետագայում։ Արտաքին քաղաքականության բլոկում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի Արևմուտքի հետ մերձեցման կուրսը, միևնույն ժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և զարգացնելով հարաբերությունները Ռուսաստանի ու ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Խոսելով եվրոպական ինտեգրման մասին, նա նշել է, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը։ Որպես նպատակ նա անվանել է ընտրության իրական այլընտրանքների ստեղծումը, ինչը կպահանջի մասշտաբային բարեփոխումների իրականացում և երկրի համապատասխանեցում Եվրամիության ստանդարտներին։ Վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացվի ժողովրդի կողմից հանրաքվեով, ընդ որում չի բացառվում, որ հենց ինքը Եվրամիությունը պատրաստ չլինի հետագա ընդլայնմանը։ Փաշինյանը նաև հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոպախիձեի հետ։ Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և դիվանագիտական կապերի հաստատում։ Նրա խոսքով, հեռանկարում հնարավոր է սահմանի բացումը, ինչպես նաև երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը։ Դե ինչ ընկերներ, կարծում եմ, արդեն կարելի է լիակատար վստահությամբ խոսել այն մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հզոր հաղթանակ է տարել այս ընտրություններում։ Միայն մի բան՝ ռուսամետ գործակալների ու քաղաքական հանցագործների բավականին բարձր արդյունքը գրավել է բոլորի ուշադրությունը։ Նրանք նորից կհայտնվեն խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը կրկին չի ունենա լիարժեք, իրապես հայամետ մրցակցություն։ Ուժեղ իշխանությանը պետք է ուժեղ հայամետ ընդդիմություն, այնպիսին, որը կքննադատի ըստ էության, կառաջարկի լավագույն լուծումներ և կստիպի իշխանությանն աշխատել էլ ավելի արդյունավետ։ Բայց այս ամենով հանդերձ կա այս ընտրությունների գլխավոր արդյունքը։ Հայաստանում իշխանությունը մնում է հայ ժողովրդի, այլ ոչ թե Ռուսաստանի ձեռքում։ Դա նշանակում է, որ այն կուրսը, որը ընտրել է Նիկոլ Փաշինյանի թիմը, ավելի ճիշտ ինքը ժողովուրդը, կշարունակվի անկախ ռուսամետ ուժերի կողմից հիստերիաներից, ճնշումներից և քաղաքական աղմուկից։ Հայաստանը շարունակում է շարժվել առաջ։ Մնացած բոլոր հետևությունները կանենք արդեն վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Եվ այսպես մի քանի միտք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենալարված ընտրարշավի արդյունքների վերաբերյալ։ Մոսկվայի առանցքային սխալներից մեկն այն էր, որ Հայաստանի նկատմամբ ճնշումը հասարակության կողմից ընկալվեց ոչ թե Փաշինյանին պատժելու փորձ, այլ ճնշում հենց երկրի վրա։ Կրեմլը ձգտում էր հարվածել Փաշինյանին, սակայն այդ հարվածի զգալի մասը բաժին հասավ հայկական ազգային արժանապատվությանը։ Հայկական արտադրանքի ներմուծման արգելքները, հրապարակային սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և եվրոպական կուրսի հնարավոր տնտեսական հետևանքների մասին հայտարարությունները արտաքին
հարձակման էֆեկտ ստեղծեցին։ Փաշինյանին հաջողվեց իրեն ներկայացնել ոչ թե պարզապես ընտրությունների մասնակից, այլ մի ֆիգուր, որի դեմ աշխատում է հզոր արտաքին մեքենա։ Դա նրան լրացուցիչ քաղաքական ռեսուրս տվեց։ Փաստացի Կրեմլին իր գործողություններով օգնեց հասարակության մի մասի համախմբմանը ինքնիշխանության թեմայի շուրջ։ Մյուս կողմից պրոկրեմլյան թեկնածուների հիմնական խնդիրը ոչ միայն նրանց թույլ կազմակերպչական կառուցվածքն էր, այլև Հայաստանի համար ապագայի դրական կերպարի բացակայությունը։ Նրանք այդպես էլ չկարողացան հանրությանը առաջարկել կյանքի որակի, անվտանգության, տնտեսության և պետական զարգացման բարելավման հասկանալի մոդել։ Նրանց քարոզարշավը հիմնականում կառուցված էր Փաշինյանի մերժման, Արևմուտքի հանդեպ վախի և իշխանության նախկին համակարգի հանդեպ կարոտախտի վրա։ Բայց թուլանալ պետք չէ։ Ռուսաստանը հավանաբար կփորձի անցնել ճնշման հետընտրական փուլին, ընտրությունները իբր ոչ լեգիտիմ լինելու, ընդդիմության ճնշման և ռուսամետ ուժերի նկատմամբ հետապնդումների վրա շեշտադրումների միջոցով։ Այդուհանդերձ նման սցենարի հաջող իրականացումը քիչ հավանական է թվում։ Հայաստանում Մոսկվայի տապալման գլխավոր հետևանքը ամենայն հավանականությամբ կլինի ներքին հաշվեհարդարը նենց Մոսկվայում։ Բայց դա մեր խնդիրը չէ։ Այս ֆոնին տեղի ունեցան նաև հնչեղ իրադարձություններ։ Օդանավակայանում բերման է ենթարկվել մի տղամարդ, ով դարձել էր վիրուսային տեսանյութի հերոս, որտեղ նա հայտարարում էր, թե կքվեարկի և անմիջապես կլքի Հայաստանը, վախենալով իրավիճակի հնարավոր սրումից։ Խոսքը Հովհաննես Սահակյանի մասին է, ում իրավապահ մարմինները աշխատակիցները բերման են ենթարկել հենց օդանավակայանում։ Բացի այդ, մեկ անձ ձերբակալվել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով։ Նրան տեղափոխել են քրեական հետախուզության բաժին, ինչի մասին հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոպախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սոցիալական ցանցի իր միկրոբլոգում նա նշել է, որ սրտանց շնորհավորում է Փաշինյանին և նրա կուսակցությանը արձանագրած հաջողության կապակցությամբ և պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը հանուն Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ու բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման, ի բարօրություն երկու երկրների ժողովրդի։ Ընտրությունների օրը Հայաստանին իր աջակցությունն է հայտնել նաև Սալոմե Զուրաբիշվիլին։ Դիմելով հայ ժողովրդին, նա հայտարարել է. «Հայաստան, ձեր պայքարը մեր պայքարն է։ Այս ընտրությունները կորոշեն ձեր ժողովրդավարական և եվրոպական ապագան։ Մենք կանգնած ենք ձեր կողքին»։ Հաղորդվել է նաև, որ նույն օրը Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի կունենա հանրահավաք ի պաշտպանություն Հայաստանի եվրոպական ուղու։ Ավելի վաղ քվեարկության օրը ուշադրություն էր գրավել Երևանի օդանավակայանում տիրող իրավիճակը, որտեղ նկատվում էր ընտրություններին մասնակցելու նպատակով Ռուսաստանից ժամանող Հայաստանի քաղաքացիների զգալի հոսք։ Հաղորդվում էր նաև ռուսական կառույցների կողմից ընտրողների տեղափոխում կազմակերպելու փորձերի մասին, նպատակ ունենալով ազդել քվեարկության արդյունքների վրա և փոխել քաղաքական իրավիճակը երկրում։ Այս ֆոնին հատկանշական է դարձել նաև տնտեսական նորությունը։ Հայկական վարդերի ներմուծման ռուսական սահմանափակումների պայմաններում Նիդերլանդները Հայաստանի համար բացում է հասանելիություն դեպի ծաղկի աշխարհի խոշորագույն շուկա՝ Royal Flora Holland։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերինսենը հայտնել է, որ այս հարթակը հայ արտադրողներին թույլ կտա ուղղակիորեն դուրս գալ Եվրոպայի և աշխարհի այլ տարածաշրջանների գնորդների վրա։ Նրա խոսքով որոշումը դարձել է Հայաստանին ցուցաբերող գործնական աջակցության մաս Եվրոպական միության օգնության փաթեթի շրջանակներում, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այսպիսով Հայաստանի համար բացվում է շուրջ 450 միլիոն բնակչություն ունեցող շուկա, որն ավելի քան 3 անգամ գերազանցում է ռուսականը։ Միևնույն ժամանակ Եվրամիության երկրներում եկամուտների միջին մակարդակը մոտ 4 անգամ բարձր է, քան Ռուսաստանում, ինչը եվրոպական շուկան դարձնում է զգալիորեն ավելի վճարունակ և հեռանկարային հայ արտահանողների համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում և բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք աշխարհի և մեր տարածաշրջանի ամենակարևոր նորությունները։